Կարգավորեցինք ևս մեկ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում Գազայի հարցում գագաթնաժողովի ժամանակ։ Ապա Թրամփը Փաշինյանին և Ալիևին հարցրել է՝ դուք երկուսդ արդեն հաշտվել եք, այնպես չէ՞։ Տեղի է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը։ Փաշազադեն ԱՄՆ-ին կոչ է արել հանել Ադրբեջանին կրոնական վերահսկողության ցուցակից, մեղադրելով հայկական կողմին։ Սպիտակ տանը նա հայտարարել է, որ Ադրբեջանում գերիշխում է միջկրոնական ներդաշնակություն, մեղադրելով հայ եկեղեցուն ու հայկական սփյուռքին խաղաղությանը խոչընդոտելու և ռևանշիզմ քարոզելու մեջ։ Հայաստանում նախընտրական զարգացումներին զուգահեռ ռուսական տեղեկատվական ցանցերի հետ կապվող Մատրյոշկա անունով բոտային հաշիվները ակտիվորեն տարածում են արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր սոցիալական մեդիայում թիրախավորելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տեսանյութերում հնչում են սադրիչ համեմատություններ, նրա քաղաքականությունն ասոցացնելով հոլոքոստի հետ, կոչ անելով ազատվել նրանից։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանուշ Պապյանն եմ, ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Միացյալ Նահանգների և Եգիպտոսի ղեկավարների հրավերով մասնակցում էին Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Եգիպտոսում Գազայի հարցով գագաթնաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Մենք կարգավորեցինք ևս մեկ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Նրանք 32 տարի պատերազմեցին և մոտավորապես 1 ժամվա ընթացքում մենք ամեն ինչ կարգավորեցինք և հիմա նրանք էլ են հավանում միմյանց։ Դա լավ է, հիանալի է», նշել է Թրամփը։ Ապա դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Ալիևին, Թրամփը հարցրել է՝ դուք երկուսդ արդեն հաշտվել եք, այնպես չէ՞։ Այնուհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եգիպտոսում զրույց են ունեցել։ Միջոցառման շրջանակում վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ, ինչպես նաև լուսանկարներ հրապարակել։ Զրույցների բովանդակության մասին այլ տեղեկատվություն չի հաղորդվում։ Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը Facebook-ում գրառում էր արել, հրապարակելով ձեռքսեղման լուսանկարները։ Պատիվ էր Միացյալ Նահանգների նախագահի կողմից հրավիրվել ու մասնակցել Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովի շրջանակում շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Իսպանիայի, Օմանի, Ֆրանսիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Նորվեգիայի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարների և այլ պաշտոնյաների հետ, հայտնում են արտաքին գործերի նախարարությունից։ Գերատեսչության տարածած լուսանկարներում արտգործնախարար Միրզոյանը զրուցում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի և այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Մանրամասներ դարձյալ չեն հաղորդվում։ Առհասարակ հատուկ հետաքրքրության էր արժանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը նման կարևոր միջոցառմանը։ Սա Թրամփի դիվանագիտական մոդելի շարունակությունն է միավորել տարբեր տարածաշրջանների խաղաղ գործընթացները մեկ օրակարգի ներքո։ 25 թվականի օգոստոսին Սպիտակ տանը ստորագրված Հայաստան-Ադրբեջան հաշտության պայմանագրից հետո Շարմ էլ-Շեյխի հրավերը թույլ է տալիս ամրապնդել խաղաղության իրականացման մեխանիզմներն ու քննարկել էներգետիկ ու տրանսպորտային նախագծեր, այդ թվում Կովկասից Եվրոպա ձգվող գազատարների ու ճանապարհային կապերի ուղղությունները։ Հայաստանի համար գագաթնաժողովին մասնակցություն ուներ նաև ռազմավարական նշանակություն։ Այսպիսով Շարմ էլ-Շեյխի գագաթնաժողովը դառնում է ոչ միայն Գազայի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի խաղաղության խորհրդանիշը, մի հարթակ, որտեղ միավորվում են տարբեր աշխարհաքաղաքական ուղղություններ՝ Վաշինգտոնից մինչև Կահիրե, Բրյուսելից մինչև Երևան։ Հիշեցնենք, որ Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի փաստաթուղթ են ստորագրել խաղաղության միջազգային գագաթնաժողովի ընթացքում։ Շեյխուլ Իսլամ Ալլահ Շուքյուր Փաշյազադեն Կովկասի մամեդականների վարչության նախագահը վերջին օրերին կոչ է արել Միացյալ Նահանգներին հանել Ադրբեջանին հատուկ դիտարկման տակ գտնվող երկրների ցանկից կրոնական ազատության խախտումների պատճառաբանությամբ։ Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ նա նման ուղերձով հանդես է եկել Սպիտակ տանը հանդիպելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով փոխնախագահի խորհրդականներ Էնդրյու Լումիսի, Մայքլ Իմբրեդայի և պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոնաթան Ասքոնասի հետ։
Փաշազադեն պնդել է, թե Ադրբեջանում իբր գոյություն ունի միջկրոնական ներդաշնակություն եւ այդ երկրում բազմամշակութային մթնոլորտ է տիրում։ Նա նաեւ փորձել է այս համատեքստում կրկին մղել հակահայկական թեզեր, մեղադրելով հայ առաքելական եկեղեցուն ու հայկական Սփյուռքին խաղաղությանն իբր խոչընդոտելու, ապակառուցողական մոտեցում ցուցաբերելու ու ռևանշիզմ քարոզելու մեջ։ Մինչդեռ հիշեցնենք, որ 23-ին Միացյալ Նահանգների պետքարտուղարության զեկույցում հենց այդ նույն Ադրբեջանն ընդգրկվել էր հատուկ հսկողության ցանկում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատությունների կոպիտ խախտումների, այդ թվում քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ սպառնալիքների եւ բռնի տեղահանությունների պատճառով։ Զեկույցը կազմվել էր կրոնական ազատության հարցերով Միացյալ Նահանգների հանձնաժողովը առաջարկությունների հիման վրա։ Նրանք փաստում էին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում լուրջ մտահոգություններ է հարուցում, հատկապես քրիստոնեական համայնքների ճակատագրի ու կրոնական ակտիվիստների նկատմամբ ճնշումների ֆոնին։ Իրավապաշտպան կառույցներն էլ պարբերաբար ահազանգում են Ադրբեջանում կրոնական իրավունքների խախտումների մասին, հատկապես այլդավան համայնքների ու ընդդիմադիր հոգևորականների նկատմամբ տարվող ճնշումների մասին։ Եվ այս պահին զրուցելու եմ քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Վարդանյան, նախ անդրադառնանք ուրեմն Եգիպտոսում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում հնչած հայտարարություններին, մասնավորապես Թրամփի այն հայտարարությանը, թե դուք երկուսդ արդեն հաշտվել եք, այնպես չէ, եւ այն վերահաստատմանը, որ կարգավորել է եւս մեկ պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Նախ ինչպես եք գնահատում առհասարակ տեղի ունեցած գագաթնաժողովը եւ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի Ադրբեջանի վերաբերյալ հնչած հայտարարությունները, համեցեք։ Դե գիտեք, շատ կարևոր գագաթնաժողով է սա, ամենայնիվ եւ նաեւ հաշվի առնելով են հանգամանքը, որ հատուկ էլի շեշտվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների, այսպես ասած, լավացման կամ հաստատման հանգամանքը, խաղաղություն հաստատելու հանգամանքը, այն էլ ավելի կարևոր է դառնում մեզ համար։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Վաշինգտոնյան համաձայնագրերը, այսպես ասենք, քնեցված չեն եւ մենք մոտ ապագայում պետք է անհամեմտ դիտենք Վաշինգտոնյան համաձայնագրերի իմպլեմենտացիային ուղղված որոշակի քայլերի։ Այսինքն եւս մեկ անգամ, այսպես վերահաստատվել է Միացյալ Նահանգների ներգրավվածությունը, այն հանգամանքը, որ կողմերը եկել են, այսպես ասած, փոխհամաձայնությունների մի շարք հարցերի վերաբերյալ։ Ինչպես տեսնում ենք, Թրամփը ըստ էության նախաստորագրումը, խաղաղության պայմանագրի նախաստորագրումը արդեն իսկ համարում է այսպես խաղաղության հաստատում։ Իհարկե, այստեղ մենք կարող ենք խոսել այն մասին, որ խաղաղությունը տարբեր այսպես մեկնաբանությունների տեղ կարող է տալ, այսինքն ինչ բան ընդհանրապես խաղաղություն, նաև տեսության մեջ, այսպես ասենք, կան տարբեր կոնցեպտներ այս ամենի վերաբերյալ։ Հիմնական ուրեմն կոնցեպտները կարելի է բաժանել այսպես երկու մասի, մեկն այն է, որ կա այսպես ասենք նեղ խաղաղություն, այսինքն երբ որ չկան ռազմական գործողություններ եւ երբ որ կողմերը խոսում են միմյանց հետ, երբ որ սահմանն անդոր է եւ այսպես որոշակի արդեն կոնտակտներ կան կողմերի միջեւ եւ իհարկե կա ավելի այսպես ընդհանրակ խաղաղության կոնցեպտ, սա մի փոքր ինչ ավելի այսպես լայն պարամետրեր է պարունակում եւ պահանջում է օրինակ նաեւ այն, որ բացի այն, որ լինի այսպես ասենք անդոր սահմանին, բացի այն, որ պատերազմական գործողություններ չլինեն եւ լինեն շփումներ երկրների ղեկավարների միջեւ եւ այլ այսպես ինստիտուտների միջեւ երկրների, նաեւ անհրաժեշտ է, որ հասարակությունները միմյանց չդիտարկեն որպես թշնամական
հասարակություններ, որ չլինի այսպես հորքային ատելություն մեկը մյուսի նկատմամբ եւ լինեն այսպես ասենք շատ հորքային տնտեսական կապեր, հա։ Այն երկրորդը իհարկե դեռևս չկա, դրա որոշակի այսպես էլեմենտներ արդեն այսօր ներմուծվում են, բայց դե պարզ է ակնհայտ է, որ առնվազն ամբողջական առումով երկրորդ կոնցեպտը դեռ չկա, բայց առաջին պաստորեն եթե կոնցեպտին դիտարկենք խաղաղության, կարող ենք ասել, որ այդ նեղ խաղաղությունը այո հաստատվել է, բայց իհարկե այստեղ նաև պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ նույնիսկ նեղ խաղաղության առումով դեռևս բավականին շատ բաներ օրինակ խաղաղության պայմանագիրը այնուամենայնիվ դեռևս նախաստորագրվել է, այլ ոչ թե ստորագրվել է, երբ որ արդեն ստորագրվի խաղաղության պայմանագիրը, մենք կարող ենք ավելի վստահորեն ասել, որ առնվազն այդ նեղ խաղաղության կոնցեպտը ամբողջությամբ արդեն ուրեմն իրագործվել է։ Բայց միևնույն է, այն որ Թրամփը այդպիսի նշանակություն է տալիս արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններին, նշանակում է, որ իսկապես լուրջ առաջընթաց մենք ունենք եւ նաեւ այն, որ Միացյալ Նահանգների այսպես ասած ուշադրության կենտրոնում է լինելու այդ խաղաղության հաստատման ինստիտուցիոնալիզացիան, հա, Վաշինգտոնյան համաձայնագրերի իմպլեմենտացիա։ Պարոն Վարդանյան, տեսեք, դեռևս այդ խաղաղության պայմանագիրը ըստ ստորագրված չի եւ ադրբեջանական կողմից մենք պարբերաբար այլ հռետորաբանության ենք ականատես լինում, մասնավորապես սահմանադրության փոփոխությունը, ռևանշիստական տրամադրությունները Հայաստանում, հա, այն ձևակերպումները, որ նրանց կողմից են առհասարակ հնչում։ Դուք որքան էլ նշում եք, որ ԱՄՆ ուշադրության ներքո է լինելու այս հանգամանքը, որքանով եք իրատեսական համարում խաղաղության պայմանագրի այսպես ասած ստորագրումը կարճաժամկետ կտրվածքով։ Դա դժվար հարց է, որովհետև այո, իրավացի եք, որ Ադրբեջանը դեռևս նախապայման ունի, ըստ էության խոսվում է, այո, մեկ նախապայմանի մասին։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը մինչ Վաշինգտոնյան համաձայնագրերը այս կամ այն ձևում, այս կամ այն հարցակում այլ նաև նախապայմանների մասին էր խոսում, բայց մենք այսօր ականատես ենք լինում նրան, որ ընդամենը մեկ նախապայման այսօր կա տեղանին դրված։ Եվ դա սահմանադրության վերաբերյալ սահմանադրության փոփոխությունների կամ անկախության հռչակագրի տրված հղումի, հա, այսպես ասած։ Հիմա երկրորդ հանգամանքը տարբեր մեղադրանքներ ռևանշիզմի հետ կապված։ Պետք է ուշադրություն դարձնել այնուամենայնիվ այն հանգամանքի վրա, որ այդ մեղադրանքները կամ այդ խոսակցությունները վերաբերում են կամ ընդդիմադիր որոշ հատվածներին եւ կամ այլ ոչ թե իշխանություններին, այսինքն այս առումով պաշտոնական վարքում որևէ այսպես ասենք պրետենզիա չունի Հայաստանի Հանրապետությանը այսօր։ Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որոնք ներկայացնում են բնականաբար Հայաստանի Հանրապետությունը տարբեր միջազգային հատկաններում եւ վարում են ուրանային կոնտակտներ ու դա ամեն դեպքում մենք պետք է իհարկե նշենք եւ մյուս կողմից էլ չենք կարող նաև անտեսել են հանգամանքը, որ սփյուռքի որոշ շրջանակներում եւ հայաստանյան ընդդիմադիր հատվածի որոշակի այսպես շրջանակներում, այսպես ասենք, կան հնչում են այսպես հակաադրբեջանական հստակ այսպես հայտարարություններ, որոշակի ռևանշիստական այսպես խոսույց առաջ է բերվում, հա, եւ բնականաբար դա հիմք է տալիս փաստորեն Ադրբեջանի իշխանություններին խոսելու այս ամեն ինչի մասին։ Բայց նաեւ միջազգային համայնքը, այսպես ասենք, կոնկրետ Միացյալ Նահանգները, որ այս ամեն ինչում ներգրաված է,
նույնպես շատ լավ հասկանում է եւ շատ լավ տեսնում է, որ Հայաստանի իշխանությունները չունեն որևէ ռևանշիստական գաղափարախոսություն եւ նաեւ այն, որ քաղաքականությունը որոշում են բնականաբար Հայաստանի իշխանությունները, այլ ոչ թե սփյուռքը, չգիտեմ, առանձին անհատներ, որոնք ապրում են Հայաստանում եւ այսպես խիստ ընդդիմադիր դիրքորոշում ունեն տարբեր հարցերի վերաբերյալ եւ այլն։ Եվ նաեւ իհարկե հետեւյալը պետք է նշենք, ինչպես եւ սկզբից նշեցի, խաղաղության երկու կոնցեպտ կա եւ մենք դեռևս այդ երկու հիմնական իհարկե երկրորդ կոնցեպտին հասնելու դեռ բավականին երկար ճանապարհ ունելու մենք իհարկե պետք է նաև չմոռանանք, որ Ադրբեջանը ավտորիտար երկիր է եւ նաև չմոռանանք այն հանգամանքը, որ այդ տեսակի երկրներում միշտ կարիք կա որոշակի այսպես արտաքին թիրախներ ունենալու, քննադատելու, ցույց տալու, որ կան դժնամիներ եւ ներքին նաեւ լսարանի ներքին սպառման համար որոշակի այսպես դեստրուկտիվ իհարկե խոսույթների կարիք ունեն, բայց ես կարծում եմ նաեւ, որ ժամանակի հետ մեկտեղ այստեղ նաեւ կա որոշակի իներցիա եւ ժամանակի հետ մեկտեղ նման խոսույթները գնալով քչանալու է։ Այսինքն որքան առաջ մենք գնանք Վաշինգտոնյան համաձայնագրերի իմպլեմենտացիայի առումով, այդքան ավելի քչանալու են Ադրբեջանում այսպես հայկական որոշակի հայտարարություններ, դիսկուրսներ, նարատիվներ եւ այլն եւ այլն։ Եվ արդեն իսկ որպես այս խոսքերի այսպես կապացույց կարող եմ նշել հետեւյալը, որ արդեն իսկ եթե մենք օրինակ համեմատենք ադրբեջանական մամուլը կամ պաշտոնական ներկայացուցիչների դիսկուրսները, նարատիվները մինչև Վաշինգտոնյան համաձայնագրերը եւ Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո մենք կտեսնենք, որ կան լուրջ տարբերություններ այդ։ Տեսեք, պարոն Վարդանյան, կներեք, բայց տեսեք դուք նշում եք, որ կան այդ հռետորաբանության մեջ որոշակի տարբերություններ, բայց ուզում եմ հիշեցնել, որ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների ու համաձայնագրերից հետո Ադրբեջանը Իլհամ Ալիևը արդեն 5 անգամ օրինակ օգտագործել է Զանգեզուրի միջանցգեզրույթը։ Այո, դե տեսեք, ես դրա համար եմ ասում, որ կա իներցիա, մենք պետք է արձանագրենք, որ փոփոխություն կա հռետորաբանության մեջ, բայց այո, դեռևս Ադրբեջանը ամբողջությամբ չի հրաժարվում, այսպես ասենք, մինչ Վաշինգտոնյան համաձայնագրերի այդ քուրում կիրառվող բառապաշարից, մասնավորապես օրինակ Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Բայց հետևյալն էլ պետք է նշենք, որ գիտեք, Ադրբեջանը այնուամենայնիվ անընդհատ նաև նշում է, որ Զանգեզուրի միջանցք ասելով իրենք արտատարածքային որևէ ճանապարհ չեն պատկերացնում այդ բառակապակցության տակ։ Իրենք չունեն որևէ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։ Եվ դա զուտ ուղղակի, այսպես քանի որ այդ տարածքը պատմականորեն իրենք համարում են, որ դա կոչվել է Զանգեզուր, եւ միջանցքներ դա ուղղակի զուտ ճանապարհ է, այսինքն իրենք կապ են հաստատելու ուրեմն մայրցամաքային Ադրբեջանը, այսպես ասած, կապ է հաստատելու Նախիջևանի հետ։ Բայց սրա մասին անընդհատ իհարկե պետք է խոսվի, որ այդ խոսույթը, այդ տերմինը Զանգեզուրի միջանցք ինքը ունեցել է այլ կոննոտացիա, ինքը իսկապես ունեցել է որոշակի այսպես արտատարածքային ծանրություն, հա, եւ կողմերը համաձայնվել են եւ Հայաստանի իշխանությունները դրա մասին անընդհատ խոսում են, որ մենք համաձայնվել ենք, որ այդ բառակապակցությունը
չի կիրառվելու, հա, որ ինքը այդպես դեստրուկտիվ է ընկնում։ Կոնտեքստից դուրս միգուցե ինքը իհարկե չի նշանակում միջանց, հա, մենք էլ չէ բազմից ենք խոսել այն մասին, որ ասենք, չգիտեմ, տարբեր ճանապարհների միջանց կանվանում են։ Դա միջազգային պրակտիկա է, դա նորմալ է։ Բայց կոնկրետ մեր այս կոնտեքստում ժամանակին այդ Զանգեզուրի միջանց բառակապակցությունը ձեռք է բերել որոշակի այսպես արտատարածքային բովանդակություն, որովհետև նման մեկնաբանություններ են եղել Ադրբեջանի իշխանությունների եւ կարող ենք ասել նաեւ Կրեմլի կողմից, հա։ Դրա համար, որպեսզի այդ որևէ այսպես տարընթերցումներ, տարընկալումներ չլինեն եւ այլն, իհարկե պետք է որ նաեւ Ադրբեջանը վերանայի իր այդ մոտեցումը եւ հրաժարվի այդ տերմինը օգտագործելուց։ Պարոն Վարդանյան, տեսեք, մինչ խոսում ենք այդ հռետորաբանության որոշակի փոփոխության մասին, այդ դուք էլ փաստում եք օգոստոսի 8-ից այդ հռետորաբանության որոշակի մեղմացման կամ փոփոխության մասին, Փաշազադեն Միացյալ Նահանգներում կոչ է անում հանել Ադրբեջանին կրոնական վերահսկողության ցուցակից, մեղադրելով հայկական կողմին ըստ էության, նշելով, որ փաստորեն Ադրբեջանում գերիշխում է միջկրոնական ներդաշնակություն եւ մեղադրում է հայ եկեղեցուն ու հայկական խաղաղությանը խոչընդոտելու եւ ռևանշիզմ քարոզելու մեջ, ինչպես եք սա գնահատում, ինչպես պետք է մենք արձագանքենք սրան։ Իրանիշ, այստեղ տեսեք, ձեզ մի ձևակերպման հետ ես համաձայն չեմ, ինչու՞։ Դուք ասացիք մեղադրելով հայկական կողմին։ Ես այստեղ հայկական կողմին ուղղված մեղադրանք չեմ տեսնում։ Որտեղ հայկական կողմը դա Հայաստանի Հանրապետությունն է։ Հայկական կողմը Հայաստանի Հանրապետությունն է, ներկայացնող Հայաստանի իշխանություններն։ Նրանց ուղղված չկա մեղադրանք, որովհետև Հայաստան, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի Հանրապետություն ներկայացնող իշխանությունները չունեն նման դիսկուրս, նման նարատիվներ եւ կոնկրետ Փաշազադեն նշել են Սփյուռք Եվ ուրեմն առաքելական եկեղեցու, բնականաբար առաքելական եկեղեցու ղեկավարության մասին է ստեղծվել, եւ իրենք հայկական կողմ չեն ներկայացնում, հա, եւ սա մենք պետք է այնուամենայնիվ տարանջատենք։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Տեսեք, իհարկե, երբ որ անընդհատ խոսվում է այն մասին, որ այդ ինչ որ սուբյեկտներ հայկական, չէ, նշվում է, որ հայկական սուբյեկտ, հայ առաքելական եկեղեցի, հայ սփյուռք եւ այլն, այսինքն այստեղ կարող է ընդհանուր մթնոլորտում տպավորություն ստեղծվել, որ փաստորեն էլի մեղադրանք կա ընդհանուր առմամբ հայերին ուղղված, ընդհանուր առմամբ, հա, եւ նաեւ այդ ամեն ինչը որոշակի ճնշման այսպես տպավորություն կարող է ստեղծել Եվ բնականաբար կարծում եմ, որ միջազգային հարթակներում, միջազգային մեդիա նաև դաշտում անընդհատ պետք է խոսվի սրա մասին, որ ներողություն, այսինքն ինչու եք դուք ընդհանրապես խոսում հայկական սփյուռքի կամ հայ առաքելական եկեղեցու ղեկավարության խոսույթների մասին, ինչ կապ ունեն դրանք այսօրվա Ուրեմն գործընթացների հետ, հայ ադրբեջանական գործընթացների հետ, ուրեմն կարգավորման խնդիրների հետ, նրանք չունեն դրանում մասնակցություն, այդ ամենին մասնակցում է Հայաստանի Հանրապետությունը, իդեմս Հայաստանի Հանրապետությունների իշխանությունների, եւ սա այլ հարց է, այո, սրա մասին ուրեմն պետք է խոսել, հիշեցնել ադրբեջանական կողմը ներկայացնող տարբեր ներկայացուցիչներին, լինեն դա, չգիտեմ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, պետական ինստիտուտների ներկայացուցիչներ, թե կրոնական ինստիտուտների ներկայացուցիչներ, այս իրողությունը, հա, եւ այսպես իհարկե ցույց տալ, որպեսզի դա ինչ-որ մանիպուլյացիայի հիմք լինի եւ նաեւ ընկալումներում, միջազգային ընկալումներում ինչ-որ սխալ պատկերացումներ ուրեմն ձևավորվեն։ Բայց կրկնում եմ նաև, որ փաստորեն այդպիսի ուրեմն խոսույթները սնուցում են նաև այն սուբյեկտները,
որոնք որ ուրեմն հայկական այսպես ասած ցակում ունեցող մարդիկ, հա, Սփյուռքում կամ Հայաստանի ուրեմն ներսում, այլ Հայաստանի ապետյան քաղաքացիներ, որոնք այդպես խիստ ընդդիմադիր դիրքորոշում ունեն, շատ հաճախ այդպիսի մարդիկ ունեն պրոռուսական դիրքորոշում, սա էլ պետք է նշենք, հա, իրենք փաստորեն իրենց այդ խոսույթներով ստանուցում են Ադրբեջանից եկող այն նման դիսկուրսները, այս է իրողությունը։ Եվ առհասարակ այս գործընթացը որքանով հնարավոր կլինի արդյունք գրանցել 26 թվականին, պարոն Վարդանյան, եթե ամփոփենք զրույցը, այդ ձեր գնահատմամբ որքանով օրինակ խաղաղության այս փխրուն գործընթացը հնարավոր կլինի ավարտին հասցնել, նկատի ունեմ ինչպիսի վերադասավորումներ են հնարավոր խորհրդարանական ընտրություններին, երբ դեռ ուրեմն այսքան ամիս կա, բայց արդեն հստակ ազդարարվում են քաղաքական ուժեր, միավորումներ մասնակցելու առումով։ Այո։ Գիտեք, նրանցից շատերը արդեն հայտարարել են, որ իշխանություն լինելու դեպքում կչեղարկեն օգոստոսի 8-ը։ Դե ըստ էության, տեսեք, ընտրությունը լինելու է երկու կոնցեպտների, երկու ապագայի միջև։ Մեկ այն է, որ հաստատվում է խաղաղություն, Հայաստանը նորմալացնում է նորմալ հարաբերություններ է ունենում իր բոլոր հարևանների հետ, ձեռք են բերվում փոխկապակցվածություններ, որոնք նպաստում են խաղաղության ամրապնդմանը, այստեղ խոսքը բնականաբար հիմնականում տնտեսական փոխկապակցությունների մասին։ Այստեղ ուրեմն Միացյալ Նահանգները մեծ ներդրումներ են կատարում եւ ըստ էության տնտեսական ներկայացվածությամբ իրենք նաեւ որոշակիորեն երաշխավորում են, հա, այդ խաղաղությունը, այդ փոխկապակցվածությունը, որը հաստատվելու է։ Եվ երկրորդ ճանապարհը այն է, որ եթե չեղարկվում են Վաշինգտոնյան համաձայնագրերը, եթե ինչ-որ նոր խոչընդոտներ են ստեղծվում, մենք ուրեմն գնում ենք շատ վտանգավոր ճանապարհով, որը լի է բազմաթիվ ռիսկերով, ընդհանուր միջև նոր պատերազմով։ Եվ այս երկու փաստորեն կոնցեպտների, երկու ճանապարհների միջև է լինելու ընտրությունը։ Եվ կարծում եմ, որ եթե շատ կարճ այսպես ձևակերպենք, այսինքն էլի ընտրությունը լինելու է ուրեմն դեմոկրատական զարգացում, քաղաքակիրթ աշխարհի հետ այսպես ասած ինտեգրում եւ խաղաղություն մի կողմից, մյուս կողմից ավտորիտարիզմ, պատերազմի ըստ ճանապարհ եւ սուվերենության կարելի ասել նաեւ կորուստ։ Այս երկու ճանապարհներն են, այս երկու կոնցեպտներն են լինելու եւ մարդիկ պետք է ընտրություն կատարեն այս երկու կոնցեպտների, այս երկու ապագաների, հնարավոր ապագաների միջև։ Բնականաբար, այսպես ես ավելի կոշտացրեցի, հա, ընդհանրացրեցի, որպեսզի ավելի պարզ լինի, չի նշանակում, որ օրինակ, չգիտեմ, եթե դեմոկրատական ճանապարհը կամ խաղաղության ճանապարհն են ընտրում, ուրեմն մարդիկ ամեն ինչի հետ համաձայն են ինչը որ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ուրեմն որևէ հարցում որևէ վերապահում կամ հարցեր չունեն, ոչ, ամենևին։ Բոլոր խնդիրներով հանդերձ միևնույն է այս հիմնական երկու կոնցեպտն է լինելու եւ դուք պետք է հաշվի առնեք հենց ընտրության գնալիս հենց այս հանգամանքը, հա, որտեղ սա է դոմինանտը, հասկանում եք, եւ ինչ վերաբերում է նրան թե ինչ կլինի արդյունքում, տեսեք, դուք շատ կարևոր իհարկե հարց տվեցիք, թե արդյոք հնարավոր է օրինակ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև ընտրություններ, կարող ենք ասել հետեւյալը, որ այո, կա նման հավանականություն, իհարկե նաև իդեպ այսօր ադրբեջանական քաղաքական
տիրույթում հնչում են այդպիսի նաև տեսակետներ, որ միգուցե ճիշտ է հենց մինչև ընտրությունները կնքել խաղաղության պայմանագիր։ Ակնհայտ է, չէ՞, որ դա ըստ էության կապված է Ադրբեջանից։ Այսինքն Հայաստանը հենց այս պահին էլ պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիր եւ Ադրբեջանն է, որը որոշակի այսպես դպրում է զոնը։ Բայց նույնիսկ Ադրբեջանում այսօր օրինակ Ռատին Մուսաբեկովը այդպիսի պատգամավոր կա, ինքը այդ կոնցեպտն է առաջացնում եւ ըստ էության, բայց նաեւ կա իհարկե այլ տեսակետ, որ պետք է սպասել, պետք է տեսնել թե Հայաստանը ինչ ճանապարհով է գնում, հետո նոր արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ամեն դեպքում փաստորեն այդ տարբեր տեսակետները հասկանում ենք, չէ՞, որ Ադրբեջանը ավտորիտար պետություն է եւ եթե Ալիևը թույլ չտար, որ այս տեսակետները հնչեին, այդ տեսակետները չէին հնչի։ Բայց փաստորեն կա թույլատրություն վերևից, որ այդ մոտեցումները ըստ էության ընդունելի մոտեցումներ կարող են լինել, այսինքն պետք չի բացառել նաև ինչ պարագայում մինչև ընտրությունների, մինչև ընտրությունները պայմանագիր ստորագրումը, բայց իհարկե նաև պետք է նշել, որ ավելի այսպես գերիշխող են այս պահի դրությամբ այն մոտեցումները, որ մենք պետք է սպասենք նրան, թե ինչ իշխանություններ են Հայաստանում ձևավորվելու։ Իսկ կարող է օրինակ պարզվի, որ այսպես ռևանշիստական ինչ-որ ուժեր են գալու իշխանության, այդ դեպքում իմաստը որն է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հա, հենց իրենք չեն ստորագրելու, այսպես ասած, եւ դա էլի տեսեք հիմք է տալիս փաստորեն Ադրբեջանին, որ ինքը դեպքի գործընթացը, հա, օգտագործի այդ հանգամանքը, այնուամենայնիվ սա է իրականությունը, սա մենք պետք է իհարկե տեսնենք, չենք կարող չնկատել։ Մյուս կողմից էլ այն հանգամանքը, որ դեռևս կա այդ նախապայմանը Ադրբեջանի կողմից, սա էլի ցույց է տալիս այն, որ այնուամենայնիվ տեսեք Ադրբեջանը դա օգտագործում է բանակցային, այսպես ասած, գործընթացում որպես ճշմարտ գործիք, հա, սա էլ է իրականություն։ Ասում եմ, որ այդ տեսեք իմ մոտ չի խնդիրը, ձեր մոտ է խնդիրը։ Շնորհակալ եմ պարոն Վարդանյան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։ Հայաստանում նախընտրական զարգացումների մեկնարկը կարելի է համարել տրված։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ այս պահին քննարկվում է լայն կոնսոլիդացիայով ընտրություններին մասնակցելու հարցը, սակայն Կարապետյանը բացառել է անձամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոնսոլիդացիան։ Նա չի բացառում համագործակցության հնարավորությունը Էդմոն Մարուքյանի ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Լայն կոնսոլիդացիայի տարբերակ հնարավոր է, քննարկվում է, ասել է Կարապետյանը։ Լայն կոնսոլիդացիայի տարբերակ հնարավոր է եւ քննարկվում է նաեւ տարբեր ուժերի հետ։ Եթե Էդմոն Մարուքյանը հաստատում է, որ շփումներ կան Սամվել Կարապետյանի թիմի հետ եւ համագործակցությունն էլ չի բացառում, ապա ինչ տրամադրություններ են Տեր-Պետրոսյանի ղեկավարացակում։ Ազատությունը կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանից փորձել է պարզելի պատասխան, նա փոխանցել է մենք կհամագործակցենք ցանկացած ռացիոնալ ու իրատեսական մտածողություն ունեցող քաղաքական ուժի հետ, որն ընդունում է իրական խաղաղություն կառուցելու Թալանի վերադարձը թույլ չտալու Հայաստանը ճիշտ ռելսերին դնելու մեր մոտեցումներն ու կանգնած է մեր պատմամշակութային ինքնությունը պահպանելու դիրքերին։ Խոշոր գործարար Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է հայտարարել մի քանի ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Մասնակցելու է առաջարկ Հայաստանին ծրագրով։ Ես մտածում եմ, շփվում եմ, քննարկում եմ տարբեր ոլորտները տարբեր մասնագետների հետ։ Այսօր Հայաստանում չկա մի մարդ, մի կուսակցություն, որ կարողանա մեր երկիրն այս վիճակից հանել։ Անպայման պետք է լինի քննարկում, համախմբում, պարտադիր չէ, որ կուսակցական լինեն, այլ մարդը տվյալ ոլորտի ներկայացուցիչ լինի, արդյունավետ, բանիված, ցանկանում է, որ իր երկիրը լավ լինի, հզոր, անկախ, ուժեղ ժողովուրդը հարուստ լինի, նշել է
Նա ԲՀԿ-ին խորհրդարանական ընտրություններին միանալու է դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, որի ղեկավար Սուրեն Սուրենյանցը արդեն հայտարարել է Ծառուկյանի առաջարկ Հայաստանին ծրագրին միանալու մասին, նշել, թե ձևաչափի շուրջ այժմ քննարկումներ են ընթանում։ Նախորդ շաբաթ էլ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց 26-ի ընտրություններին մասնակցելու մասին։ Նրա խոսքով այս պահին երկու քաղաքական ընդդիմադիր ուժ կա, որ կմտնի խորհրդարան։ Բավական փոքր մարժայով է ՔՊ-ն դեռ առաջին տեղում, բայց միասին այդ երկու միավորն արդեն շեշտակի ավելի են, մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը, ասել էր նա։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է քաղաքական համագործակցություն սկսում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Հայրենիք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Նա չի բացառել, Վանեցյանը կարող է լինել վարչապետի թեկնածու։ ՖԻՊ-ը հետազոտել է ռուսական տեղեկատվական ցանցերի հետ կապվող Մատրյոշկա անունով բոտային հաշիվները, որոնք ակտիվացել են սոցիալական մեդիայում, տարածելով տեսանյութեր Հայաստանի սպասվող խորհրդարանական ընտրությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ Մասնավորապես հոկտեմբերի սկզբին Մատրյոշկա անունով բոտային հաշիվների տարածած 10 տեսանյութերը արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութեր են։ Դրանցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը համեմատվում է Գերմանիայի կողմից իրականացված հոլոկոստի հետ։ Հոլոկոստը, այսպես կոչված, վերապրածները պատմում են իրենց տանջանքների մասին, ասում, որ Փաշինյանը կառուցում է գազային խցեր եւ ժողովրդին կոչ են անում քայլեր ձեռնարկել նրանից ազատվելու համար։ Այս տեսանյութերում օգտագործվում են մանիպուլյատիվ ձևակերպումներ, ապա տեղեկատվական պնդումներ, օրինակ ենթադրություններ գազային խցերի առկայության կամ դիկտատորական ռեժիմի մասին։ Ագենստվո հետազոտական հարթակը գրել է, որ օրերս ռուսական ապատեղեկատվական ցանցի Մատրյոշկայի հաշիվները սկսել են X եւ Blue Sky սոցիալական ցանցերում տարածել տեսանյութեր, որոնցում հիշատակվում են Հայաստանում 26 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Բոտերի արգելափակիչ պրոյեկտի ներկայացուցիչը լրատվամիջոցին պատմել է, որ իրենց տվյալներով դեռ երբեք Մատրյոշկայի շրջանակում ընտրություններից առաջ այսքան շուտ քարոզարշավ չի մեկնարկել։ Այսպես հոկտեմբերի 7-ին Մատրյոշկայի հաշիվները հրապարակել են առնվազն 10 տեսանյութ, որոնցում հիշատակվում են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու վարչապետ Փաշինյանը։ Տեսանյութերում կեղծ բովանդակություն տարածող համակարգված խմբերն օգտագործել են իրական մարդկանց մասնակցությամբ տեսագրությունների հատվածներ, դրանք մոնտաժելով այլ կադրերի հետ, որտեղ այդ մարդիկ չեն երևում։ Ձայնը ըստ ամենայնի արհեստական բանականության միջոցով է գեներացվել։ 4 տեսանյութերում օգտագործվել են Օսվենցիմի նախկին գերիների կերպարներ, որոնց անուններից ասվում է, թե օրինակ Նիկոլ Փաշինյանը գազային խցեր է կառուցում։ Նրան անվանում են դավաճան, իսկ Հայաստանի քաղաքացիներին համեմատում հրեաների հետ, որոնք սպասում էին, թե երբ է տեղի ունենալու ողբերգությունը։ Երկու տեսանյութերում բրիտանական ոստիկաններին վերագրվում են Հայաստանի իրավիճակի մասին կեղծ հայտարարություններ։ Մեկում ասվում է, թե իբր Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մարզել է հայ ուժայիններին, սովորեցնելով բռնություն կիրառել 26-ի ընտրություններից հետո հնարավոր բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ։ Մյուսներում Փաշինյանին մեղադրում են Հայաստանը քանդելու մեջ, իսկ մի կեղծ ոստիկան էլ կոչ է անում հայերին չլինել հանդուրժող Նիկոլ Փաշինյանի կառավարության դեստրուկտիվ վարքագծի հանդեպ։ Մատրյոշկա ցանցը ռուսական ապատեղեկատվական հիբրիդային արշավների մի մաս է։ Այն օգտագործվում է կեղծ հաշիվներ, որոնք ներկայացնում են որպես արտասահմանյան հայտնի լրագրողներ, վերլուծական կենտրոններ, հանրային գործիչներ ու նրանց անունից տարածում ապատեղեկատվություն։ Ցանցը աշխատում է տարբեր հարթակներում՝ X-ում, Blue Sky-ում, YouTube-ում, Telegram-ում։ Իդեպ Մատրյոշկայի օպերատորների գործողությունները համակարգված են եւ ուղղված են որոշակի երկրների դեմ, եւ յուրաքանչյուր երկրի մակարդակում հարձակումները կազմակերպությունների ու հայտնի անձանց նկատմամբ կարող են իրականացվել նույն հերթականությամբ, ինչը վկայում է, որ օպերատորները օգտագործում են նախորոք պատրաստված ցուցակ։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Պարոն Արշակյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես, մինչ կանդրադառնանք Մատրյոշկային եւ իրականացվող, այսպես ասած, հիբրիդային պատերազմին, նախ խոսենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ, ուրեմն զարգացումներից, ինչպես եք գնահատում, պարոն Արշակյան, արդեն որոշակի այսպես համախմբումների մասին են ազդարարել
հայտարարում տարբեր նորաստեղծ ուժեր կամ հին ուժեր արդեն հայտարարում են որտեղն են զբաղեցնելու, իրավիճակը մտահոգիչ է թե ոչ, պատկերը ինչպիսին է ձեզ համեցեք 26-ից առաջ։ Պետք է մենք մտահոգված լինենք մեր երկրի անվտանգությունով եւ զարգացումով, ասենք չի կարելի ննջել, այդ իմաստով հարկավոր է զգոն լինել, իսկ այս նոր ալիքը, քաղաքական ուժերի ակտիվության նոր ալիքը, աշնանային, ես դրական եմ համարում, որովհետև սրանից ուղիղ մի տարի անցել 60,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ստորագրեցին մի ուղերձի տակ, պատվերի տակ, եթե կուզեք, կամ ասենք հանրաքվեջ է պարտադրանք Հայաստանի իշխանություններին, որ ռելսը փոխել այդ ծայրագավառից, պերեստրոյկայից մնացած ծայրագավառի պետությունը շուռ տալ դեպի այլ ուղղություն, դեպի Եվրոմիություն։ Ուղիղ մի տարի առաջ է եղել, իմիջիալից ես մի թիվել ասեմ, սա լուսանցքում գրեք, հա, գաղտնիք ասեմ, մի քանի օր առաջ միամտորեն Սարգիս Կարապետյանի թոռը հայտարարեց, որ ասեց, մենք 10% ենք զբաղեցրել, 10-ից պակաս տոկոսը, 60,000 ստորագրության դիմաց, մենք հավաքել ենք 5,000, ուրախությունով, հպարտությունով ասեց, գիտեք, մենք մեզ փաստորեն եղբոր որդին Նարեկ Կարապետյան Սարգիսը պապն է։ Հա, պապն շատ են, մենք անվանական գնալ կշփոթվենք։ Դրա համար ես հիմք եմ ընդունում գլխավորին, նահապետին։ Սարգիս Կարապետյանի ժառանգները հայտարարեցին, որ 10-1 հարաբերությունով հետևում են Եվրոմիության կողմնակիցներին։ Յուրաքանչյուր 10-ի դիմաց կա մի հոգի։ Հիմա ծրագիրը Եվրոմիության կողմնակիցների օրինական լրիվ օրենքով սահմանված կարգով համախմբված այդ քաղաքացիների ծրագրին հակադարձում են, համաձայն չեն, դեմ են հատուկ ուժեր։ Նրանք գտնում են, որ պետք չի Եվրոմիություն գնալ, պետք չի Եվրոմիություն գնալ, ընդհանրապես առաջադեմությունը դա հոգս է, դա հոգս է, դրա համար հարկավոր է մտածել, չարչարվել, կրթվել, առողջ լինել և այլն, դա հոգնեցնող է, գնանք ծերանոց, ծույլերի հավաքատեղի կա, որտեղ հանքերը, հումքը վաճառում են, իրենք էլ լավ ապրում են։ Պատվիրակել ենք մեկ տարի առաջ փոխել ռելսը երկրի։ Ռելսերը, այո։ Ինչ է փոխվել այս ամենը։ Օրենք է ընդունվել։ Օրենքը ընդունվել է, իսկ քայլերը դրան հետևող։ Մեր խնդիրը ձեզ հետ միասին ձեր աջակցությամբ ես կողմնակիցն եմ եւ աջակիցն եմ եղել այդ շարժման, հարկավոր է աշխուժացնել օրենքը ընդունած մարմնին, ազգային ժողովին, հիմա մենք կոչ ենք անում, որ աշխուժացնի գործադիր իշխանությանը, ավելի ակտիվ քայլեր արվեն այդ ուղղությամբ։ Ես կարծում եմ մեզ օգնում է, դա զարմանալի է, բայց ես որ ասացի պոզիտիվ է, իմ վերաբերմունքը դրական է։ Սարգիս Կարապետյանի ժառանգները օգնում են մեզ։ Իրենց նկարագրով թեկուս, ինչպես որ իրենք ներկայանում են, դա մեր օգտին է։ Դա իրենց գործի հակագովազդն է։ Իրենց գործը նույնպես հակագովազդ է։ Հայաստանը դարձնել ծայրագավառ որևէ երկրի։ Դա հակագովազդ է պետական Հայաստանի գոյության հակագովազդ դա է։ Այ չեք ուզում Եվրոմիություն։ Դանդաղում եք, անգործության եք մատնել ծրագիրը։ Տեսեք ձեր թիկունքից գալիս են։ Ձեզ կտանեն նորից, կտանեն Գուլագ, կտանեն Ստալինգրադ, կտանեն Կերչ, 100,000-ներով կգնաք կզոհվեք, Ղարսը կտանեն ձեզանից, Վանը կտանեն ձեզանից, Նվեր կտան։
իրենց գործընկերոջը։ Մատներից վրա կարող եմ հաշվել, քանի տարի առաջ Արցախը տվեցին, ձեզանից խլեցին, տվեցին, Սյունիքի վրա իրենց լեզվով ասեմ, բազար են անում։ Այդտեղ է, նրանք գալիս են։ Ես ուզում եմ ասել, որ մենք դժվար էր հիմա մեր իշխանություններին պարտադրելը, ստիպելը, հուշելը, դրդելը, որ գործ արեք, ժամանակն անցնում է, գնանք Եվրոպա, լավ կրթվենք, տեխնոլոգիաներ բերենք, արտոնաբերությունը զարգացնենք, էներգետիկան զարգացնենք, դատաիրավական բարեփոխումներ անենք դրանց փողերով։ Ժլատ եվրոպացիները մեզ փող են տալիս, որ դատաիրավական բարեփոխումներ անենք, էներգետիկային նվեր են տալիս, նվեր ասում են որակյալ էներգիա ունեցեք։ Եվ այլն։ Մենք անդադ պետք է գնայինք վատամարդ ենք լինում, էլի, դե գիտեք, հիմա հենց որ գնում ասում ես, պարոն Փաշինյան, հանձնաժողով ստեղծեք։ Կամ փոխվարչապետի ինստիտուտ ձևավորեք։ Կարևոր բան։ Մի կարևոր բան, որ մենք տեսնենք ու հաշվետվություն պահանջենք։ Իրենից չենք կարողանում պահանջել, խոստացել է չի անում։ Փաշինյանը հաշվետվություն չի տալի որոշ։ Խոստացել է, ասում ենք, դե լավ զբաղված է։ Կարևոր գործերով է զբաղված։ Եգիպտոս, Բրյուսել, Վարշավա, Վաշինգտոն ուր է գնում։ Ասում ենք, լավ զբաղված է, բայց ինստիտուտ ձևավորեք։ Ինստիտուտ։ Մենք պետք է անենք ու ամեն անգամ ասում են, եկանա, ինչ եք ուզում, տեսնում եք շոքա, տեսնում եք ցուրտը, անձրևը, աղբանոցը, վառվում այս այնա։ Հիմա մեզ օգնեց Սարգիս Կարապետյանի ժառանգները, մեզ օգնեցին սպառնալիքը, այդ արդեն հասկանալի է։ Ես զգում եմ, որ հիմա քաղաքացիական պայմանագրում անհանգստացել են։ Այնպես չէ՞ որ այդ դափնիների վրա քնեին։ Այդ սպառնալիքը ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Սարգիս Կարապետյանի ժառանգներին, որ մեզ օգնում են։ Այդ ճնշման տակ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը աշխուժորեն մեզ կտանի դեպի Եվրոպա։ Իսկ մյուս ամենակարևոր հարցը, որ դուք ինչ-որ հենց նոր ասեցիք, ես բարեբախտաբար, ես ինձ իրավունք եմ տվել ինքս ինձ, որ զբաղվել միայն հաճելի գործերով, կարդալ միայն հաճելի բաներ, կարդալ միայն որակյալ բաներ, լսել միայն լավ երաժշտություն։ Ուրեմն ես ձեր ասածները չեմ նայել, բայց եթե նրանք ուզում են համախմբվել եւ գալ իշխանության, պետք է անպայման ասեն, որ բարիկադի որ կողմում են կանգնում, որովհետեւ եթե կա Եվրոմիության հետ խորը, պարփակ եւ ել ավելի պարփակ համագործակցության ծրագիր ու այս իշխանությունը լծվել է այդ գործին, ուրեմն դուք որ ռելսերի վրա եք, դեպի ուր եք տանում մեզ։ Արված հայտարարություններից պարզ չի, պարոն Արշակյան, Ես դրանց ծագումն էլ գիտեմ։ Իսկապես։ Իհարկե, բայց հիմա չի ուզում ձեզ ասեի, ես գիտեմ դրանց որտեղից են նրանց արմատները որտեղ են, բայց ես հիմա կարեկցում եմ նրանց, անցել է այդ ժամանակը, իրենք լքված են։ Քոչարյանն ասում է, օրինակ մենք եւ մեր ձևով իրար հետ հաղթենք ԿՊ-ին։ Պրովինցիալիզմն է նրանց ձևը։ Ես շատ մեղմ եմ ասում։ Կարելի է ասենք տրեխների, փափախների, բաների մասին խոսել, կեղճկական կոլխոզի, կեղճկական որ ասում ենք նկատում ենք կոլխոզի պարտկոմները պատկերացնում եք, նվեր եմ ես ուղղակի, ինձ նվեր, կոլխոզի պարտկոմները հավաքվել են, ասում են գնանք ներկայանանք, հրավիրենք, այսինքն սպառողական հոգեբանություն, ես ինչ եմ կոլխոզ եւ պրովինցիալիզմ ասում, դա սպառողականությունն է, եթե մենք ուզենանք լուսանկար կազմել, վիճակագրական լուսանկար պրովինցիալիզմի, չէ՞։ Ասեք, ինչքան հետաքրքիր է դրանց, ես նկարչական թեկումով դպրոցում եմ սովորել, նկարիչ չեմ, բայց տարրական բաներ անցել եմ, այդ կերպարը, որ սարքեինք, սպառողի, պատրիբիտել, իրանք գիտեն այդ լեզուն, պատրիբիտել, պաշտպանության, անվտանգության պատրիբիտել են, էներգիայի պատրիբիտել են, խնամքի պատրիբիտել են,
սննդամթերքի պատրաստ, այսինքն սպառեն, թող գա զինվորը, ռուս զինվորը կանգնի մեր սահմանի վրա, մեր կանայք մեր համար հարթաթաթ տղաներ են բերում։ Ասում մեր տղաները չեն կարող ծառայել, ինչի ասում է, կնիկս հարթաթաթ երեխայա բերում։ Ոնց չի գնում քո տղան բանակ։ Այդ ոնց անենք, ինչքան ունեցանք, բոլորը զինակոչիկ դուրս եկան։ Բայց որ այդ 100,000 տղաները որտեղից մենք ենք բերել, չէ՞։ Սրանց ոնց որ հատուկ ընտրված լինի։ Անվտանգության սպառողներն ասում են, թող ռուսը գա։ Թող Իվանը գա մեր սահմանին կանգնի, թող կռվի, զոհվի, թող անձրևի տակ, արևի տակ, փոշու մեջ, թող ռուսը գա կռվի, մենք փող շինենք ու հարթաթաթ զավակներ բազմացնենք։ Ինչ եք այլասերում մեզ, մենք բոլորս այդպեսին չենք։ Ես այդ նկարը այդպես կսարքեի, զինը սպառող, ախորժակ ունեցող, մեղմ է, չէ սպառողը, չստեղծենք, չկառուցենք, չպաշտպանվենք, Երբ ասում եք նվերեն, պարոն Արշակյան, նկատի ունեք, որ նրան ժամանակն անցած է, ֆոտոգենիկ չեն։ Ես նկարի մասով ֆոտոգենիկ չեն, թե խարիզմա չունեն, հաճելի չեն։ Մարդը գալի ասում է, ձեր 60,000 դիմաց 5,000 էլ մենք ենք հավաքել, բայց թաքցրու, թիվը թաքցրու, չիմանանք, բայց այդքան խելք չունես երիտասարդ։ Մենք արդեն 60,000 ստորագրություն ունենք, մեզ արդեն իմիջիալոց ոչ թե մենք ենք գնացել Եվրոպա, մեզ չեն էլ թողնում, այնտեղ դարպասներ կան, հատուկ սանիտարական ռեժիմ կա, դատվածություն են հարցնում, ինչ են անում, իրենք են եկել։ Մենք հո չգնացինք Տրամպի մոտ, Տրամպը եկավ մեղրի, մեղրեցիները կարող էին գնալ Ամերիկա սպիտակ տուն, չէ, իրենք եկան։ Իրենք ընդեր իրենց տանը նստած, իրենց պալատում նստած ասեցին, մեղրի մենք գալիս ենք։ Մենք փողը հիմա կուղարկենք, հետո ինքներս էլ կգանք, կամ էլ չենք գա։ Բայց իրենք են եկել։ Դուք պատկերացնում եք, Եվրոմիությունը ինքն է գալիս, հեռադիտակներ է ուղարկել եւ հեռադիտակի կողքն էլ մարդ, նախկին ոստիկան։ Պարոն Արշակյան, տեսեք, դուք խոսում եք 60,000-ի ըստ էության կարևորության մասին եք խոսում, բայց մենք ուրիշ ուրեմն զարգացումներ ենք զուգահեռ տեսնում։ Ես ուզում եմ անդրադառնանք այս Մատրյոշկա անունով բորտային հաշիվներին, որտեղ արհեստական բանականության միջոցով տեսնում եք, թե ինչ ուրեմն ապատեղեկատվություն է, բառի բուն իմաստով ապատեղեկատվություն ու հանրությանը ապակողմնորոշելու քաղաքականություն, ինչպիսի արշավ է Հայաստանի իշխանությունների, մասնավորապես Փաշինյանի դեմ, ու փաստորեն, ինչպես ես նշեցի, փաստորեն աննախադեպ է, սովորաբար այսքան վաղ, այսքան շուտ ընտրություններից առաջ չեն սկսում։ Չեն համբերում եւ դրանց ճաշակը, բա դա էլ կարեւոր է, չէ՞։ Ուրեմն գնացի Գեբելսին դուք ընդօրինակեցիք, ուրիշ դասագիրք չունեիք ձեր ձեռի տակ։ Հետաքրքիր է, չէ՞։ Բա Գեբելսն էր ձեր համար նմուշ։ Գնացիք համակենտրոնացման ճա, այդ ձեր գուլագից խոսեիք։ Բա դուք էլ ունեք։ Բա Ղրիմի հայության աքսորի վերաբերյալ կա Ռուսաստանի Ֆեդերացիայի նախագահի հրամանը 2014 թվականի մարտին Ռուսաստանի նախագահը այժմ գոյություն ունեցող ողջ է։ Վլադիմիր Պուտինը ասեց հայ ժողովուրդ ներողություն եմ խնդրում ձեզանից։ Մենք դաժանորեն, անմտորեն, անարդարացիորեն ձեզ արտաքսել ենք ձեր տներից, Ղրիմից։ Համեցեք վերադարձեք։ Մենք փոխհատուցում կտանք, մենք մեղավոր ենք։ Բայց դա ինչի չեք հիշում։ Հիշեք, ես չեմ հնարել։ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը 14 թվականի մարտ ամսին ասեց հայ ժողովուրդ, ծնկի չեկավ, որտեղ չի կարողանում, նա պրոբլեմ ունի ողնաշարի։ Հիվանդ էր երկար ժամանակ։ Թե չէ ծնկի կգար Պուտինը, այդ բանը չէ, ինքը մարզիկ է, վնասել են։
ջյուդոյի ժամանակ մեջ կա, թե չէ ծնկի կգար մեզանից ներողություն խնդրել։ Հիմա խնդրել է մի անգամ ջարդ կազմակերպելու համար Ռուսաստանը մեզանից ներողություն խնդրել է։ Դուք այն որ ասում կարող ենք կրկնել, չէ՞, ռուսները դες բան ունեն, կարող ենք կրկնել։ Հիմա ուր եք մեզ տանում։ Այդ դա է հետաքրքիր։ Ես ասում եմ, Նիկոլ Փաշինյանը կարող է մեծամտանալ, որտեղ դուք եք Գեբելսին եք բերել, բայց ինքը շփվում է, չէ՞, Պուտինի հետ։ Երևի ասում եմ, բան էլի, ինչքան հնարավոր է լուսանցքային ոչ համարժեք մարդկանց աշխուժացրեք իմ թիկունքում։ Ապահովեց էլի Նիկոլ Փաշինյանը ապահովեց իր ապագան։ Իմ կարծիքով այդ դուք ոնց ասեցիք Մատրյոշկայի միջոցով։ Մատրյոշկայի միջոցով արդեն մեր որակն է ընկնում, քաղաքական կուլտուրան ընկնում է, անկում է ապրում։ Լուրջ մրցակցություն պետք է լիներ։ Այհենա Տարոնը Աչեմյան, Աչեմօղլու, դա հանդես է գալի Աղամբեկյանը, հրավիրեք Աղամբեկյանին էլ եւ քանի որ Սուրբ հողում էին Եգիպտոս էին գնացել, ես եմ կուրք մի սարքեք ձեզ, ոչ նոբելյան մրցանակ, ոչ Վալդայը, ոչ մի բան, Տարոն Աչեմյանը կուրք չի, դա լավ օրինակ, լավ դաս տվեց մեզ Տարոնը, ասեց ինչ, մի օքել Աղամբեկյան այնտեղում ենք, չէ՞ մենք, հետաքրքիր է դրանց նստացնել նույն սեղանի շուրջը, համոզեն մեզ, որ լավ ապրելը վատ է։ Հարուստ լինելը լավ չի, փաստորեն դա է։ Այսինքն մի քանիսի համար լավ է, մյուսների համար լավ չի։ Շատ հետաքրքիր դասեր ենք մենք խաղում, ես ոգևորված եմ, այսպես որ շարունակվի, ես նույնիսկ կարող եմ չգնամ ընտրություններին ծուլորեն։ Դե մեկը կընտրվի։ Մեկը եվրոպացիները եկել են, հերադիտակով դիտորդներին ուղարկել են, ամերիկացիները կգան ճանապարհը կսարքեն, ֆրանսիացիները ջուրը կտան, մնում է մի աղբը հավաքել։ Իդեպ ես չգիտեմ, մենք ժամանակ ունենք, թե չէ։ Ավարտում ենք արդեն, ասեք։ Ավարտում ենք 1997 թվականին Ճապոնիայի կառավարությունը, ես այն ժամանակ պաշտոնյա էի, ինձ հանդիպեց։ Պատկերացնեք, Ճապոնիան ինձ հանդիպեց։ Ասեցին 250 միլիոն դոլարի արժողությամբ աղբամշակման գործարան կառուցենք Երևան քաղաքի համար։ Ճիշտ այնպես, ինչպես Սարայևոյում արել ենք։ 250 միլիոն մենք չենք տա, 50 միլիոնով իտալացիներն են ասես նվեր ենք տալիս։ Ճապոնիայի կառավարությունը ասես նվեր այդ գործարանը ձեզ։ Հետո Ռոբերտ Քոչարյանը եկավ հեղափոխություն արեց այդ ժամանակ։ Ճապոնացիները անհանգստացան, հեռացան, աղբամշակման գործարանը նվեր։ Մենք ստանում ենք, ես մասնակցել եմ բանակցություններին Ճապոնիայի հետ։ Ասում են, բերենք մի քանի ամսում կառուցենք, համ էլեկտրական էներգիա կստանանք, համ օդը կմաքրվի, համ էլ աղբը կդառնա շինանյութ։ Ուրեմն այնպես որ մի անգամ Ռոբերտ Քոչարյանը մեր աղբը թողել է Երևան քաղաքում եւ մերձակայքում։ Տեսնենք այս անգամ ինչ է անելու։ Շնորհակալ եմ, պարոն Աշակյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Առաջինի տաղավարում զրուցում էի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները
idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարգի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապարիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։